Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նստեք սիրելիներ։ Սիրելի 6-րդ դասարանցիներ։ Այսօրվա մեր դասի թեման Հովհաննես Շիրազը, բառ և դարձվածք։ Դասի նպատակն է յուրացնել և ամրապնդել Հովհաննես Շիրազի կենսագրության և ստեղծագործության մանրամասները, բացատրել դարձվածք հասկացությունը և տարբերել լեզվական այլ միավորներից, ինչպես նաև քանի որ դուք խմբային աշխատանք եք կատարել, նպատակ եմ ունեցել, որ նաև ձեզ մոտ ձևավորվի համագործակցելու հմտությունները, օգտագործեք նաև թվային գործիքները նոր նյութ պատրաստելու նպատակով։ Ինչպես նշեցի, դուք արդեն նախապես խմբերի եք բաժանվել և ամեն խումբ ունեցել է իրեն տրված հանձնարարությունը։ Ես ինչպես տեսնում, դուք շատ հետաքրքիր անուններ եք որոշել ձեր խմբերի համար։ Առաջին խումբը գիտուն, հիանալի անուն եք որոշել, կանգնեք, թող բոլորը ձեզ տեսնեն, մեր գիտուններն են, նստեք, շնորհակալություն։ Երկրորդ խումբ մտքարան, շատ ընտիր անվանում եք որոշել, ծանոթացեք մեր մտքարանի խմբին, նստեք։ Շիրազագետներ, կանգնեք, որ ձեզ բոլորը տեսնեն, ծանոթանան, շնորհակալություն, նստեք։ Կանգնեք ու ձեզ տեսնեմ, ձեր թողտերը բարձրացեք, տեսնեմ ինչ եք գրագրված։ Լավագույններ, այ հարևերջում կտեսնենք լավագույններն էիք, թե զիջեցիք ամեն դեպքում, ծանոթացեք մեր լավագույնների հետ, նստեք։ Դարձուկ մարցուկ, շատ հետաքրքիր անվանումներ եք ընտրել, մեր դարձուկ մարցուկներն են, նստեք։ Հիանալ և հուսով եմ ձեր աշխատանքը ձեր խմբերի անվանումների հետ համապատասխան և համահունչ է։ Հիմա հերթով կլսենք ամեն խումբ կներկայացնի իր աշխատանքը։ Պատրաստ եք։ Սկսեցինք։ Առաջին խումբ, համեցեք։ Եկեք կանգնեք, մի մասը էկրանի այդ կողմում, մյուս մասը կարող եք կանգնել այս կողմում։ Ես այստեղից ձեզ կհետևեմ և կվայելեմ ձեր կատարած աշխատանքը։ Այո։ Լսում եմ ձեզ։ Մեր խումբը պատրաստել է փոքրիկ խաղ Հովհաննես Շիրազի և դարձվածքների վերաբերյալ։ Խաղը կոչվում է շիրվածք, շիրազ և դարձված բառերի առաջին և վերջին վարկերի միացումով։ Էկրանին կերևան Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից հատվածներ, որտեղ հեղինակը օգտագործել է դարձվածքներ։ Պետք է կարդալ և գտնել դարձվածքը։ Առաջին հատվածը։ Մայր իմ առանց քեզ սիրտս քար դարձավ այս աշխարհում, որն է դարձվածքը։ Երեխեք, եկեք մասնակցեք, ըստ ձեզ ո՞րն է դարձվածքը։ Սիրտս քար դարձավ։ Ճիշտ են ասում։ Ճիշտ է։ Քար։ Ճիշտ է, սիրը քար դառնա։ Նշանակում է միշտից կարծանալ և նաև ապրել։ Հետո։ Երկրորդ հատվածն է սիրտս կտոր եղավ, քո ցավը տեսնելիս հայրենիք։ Երեխեք, ո՞րն է դարձվածքը։ Սիրտս կտոր եղավ։ Ճիշտ են ասում, Նարեկ։ Այո, սիրտը կտոր լիներ, շատ մեծ ցավը։ Գեցես։ Քարից հաց կանեցին իմ պապերը։ Քարից հաց կանել շատ դժվար պայմաններում աշխատել ու ապրել։ Գեցեք։ Վերջ։ Շատ ապրեք, շատ հիանալի անվանում եք նախընտրել խաղի համար։ Հետո, իրականում ահռելի աշխատանք եք կատարել երեխաները։ Դուք Հովհաննես Շիրազի ստեղծագործություններն այնքան եք ուսումնասիրել այսինքն, որ դարձվածքներով ստեղծագործություններ ու տող եք գտնել։ Գեցեք, ապրեք շատ։ Եկցափարեք գիտունների։ Հիմա կլսենք մեր երկրորդ խմբին, մտքարան խմբին, ինչ եք դուք պատրաստել, աշակերտ։ Պատրաստել եմ դարձվածքի վերաբերյալ գեղեցիկ։ Ապրեք, տեսնենք։ Դարձվածքը կառուցվածքով երկու և ավել բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Դարձվածքներ են, օրինակ, աշխը ջուր կտրել, մի բան, երկար սպասել,
Լեզու առնել նշանակում է սկսել խոսքը կամ գլուխը կորցնել նշանակում է ճապի մատնել եւ այլն։ Ճիշտ է։ Դասվածքների խոսքը դարձնում են ավելի դիպուկ։ Ճիշտ ես ասում։ Դասվածքները հենց այնպես չի կիրառում խոսքում։ Դրա կիրառումը ունի հստակ նպատակ։ Ո՞ր է այդ նպատակը։ Դասվածքները զրկում են խոսքի միապաղողություն եւ դարձնում ավելի հետաքրքիր։ Ճիշտ է։ Ապրեք, կեցեք, շնորհակալություն։ Մենք իմացանք, թե ինչ է դարձվածքը, մի քանի դարձվածքի օրինակներ բերեցիք։ Կեցեք, շնորհակալություն, եկեք ծափարենք մեր ընկերներին։ Հաջորդ խումբը շիրազագետներն են։ Ինչ եք արել դուք, երեխաներ։ Մենք պատրաստել ենք Շիրազի կյանքից հետաքրքիր նյութեր։ Տեսնենք։ Հովհաննես Շիրազի սկական անունը հասկանում է Ունիկ։ Օնիկ Կարապետյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, Հովաննեսի տանիքում։ Ճիշտ է։ 5 տարեկան է Հովհաննեսը, երբ զրկվեց հորից։ Մանկության օրերին անցնում էին ամեկողի որբանություն։ Սակայն Հովհաննեսը չդիմանալով որբանոցի պայմաններին փախչում է այդտեղից, դառնում անապաստան եւ կուլայով ջուր է ծախում։ 1931-ին տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը։ 1933-ին ուսուցչություն է անում Հանջինազար այժմ Ախորյան Կամուր գյուղում։ Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես հիմնավորություն գտան Գելորիկը, Պոեմը եւ այլն։ Բանաստեղծ Շիրազի գրականը մկրտել է մեծ թատերակիր Ու վիպասան։ աթրտել։ Հովհաննես Շիրազը համայն հայության ամենասիրված ու պաշտված բանաստեղծն է։ Բանաստեղծը մահանում է 1984 թվականին մարտի 14-ին Երևանում։ Աճում է հանգրվանում է Կոմիտասի անվան Հայոց մեծերի պանթեոնում։ հայց մեծերի պանթեոնում։ Վերջ։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր տեղեկություններ եք։ Հաջորդ խումբը մեզ փորձում է համոզել, որ իրենք լավագույնն են, իրենց խմբի անունը ընտրել են լավագույններ։ Տեսնեք, հիմա իրենք ինչ են պատրաստել։ Սիրելիներ, ինչ եք արել։ Մենք ուսումնասիրել ենք Հովհաննես Շիրազի մի քանի ստեղծագործություններ։ Մենք ընտրել ենք Հովհաննես Շիրազի ամենագեղեցիկ տողերը։ Նաև պատրաստել ենք մի փոքրիկ վիդեո հոլովակ։ Վիդեո հոլովակում մենք արտասանում ենք տվյալ խոսքերը։ Տողերը Հովհաննես Շիրազի։ Լսենք։ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, ո՞չ լսես վրա։ Իմ սրտի միջից թես եպս չեսպես, դոշի ոցը պիտի հուժրաս։ Ես ծնվել եմ ձորերում, եղելիս եմ օրերում, մայրս կրկին օրորել, իմ օրած քելեկորել, աչքիս բացի սով տեսա, ասված ասել զոր հեսա, երբ այդեցի չհեծա, բախտից յուց ընկացա։ Մանավետ սուրբ սարը հետ մեր նախարար հայրն է կասել, որ թիկնել է աղուշանքին ու ծխում է հանց նախապետ։ Ինք սարը ծորավոտին գողնած է ես մասուգել, ինչ է խորհում ծերի գուշկան, ինչ է տենչում չգիտեմ, Թեմանից հետո հող պիտի դառնամ, թող դառնամ սիրո ճամփորդի մոտիկ, որ սիրո համար նորից աշխարհ գամ, հողից դառնալով պայծառ ու ծաղիկ։ Որդիս քեզ ինչ կտակեն իմ բարի, որ ինձ հիշես միշտի մեջ, տեղ ինձից մեջ քո բարիք։ Տեսեք, շատ լավ տողեր էինք իրականում ընտրել, Հովհաննես Շիրազն են բանաստեղծն է, որ շատ դժվար է իրականում իր լավագույն տողերն առանձնացնել, բայց ինձ թվում է ձեզ հաջողվել է այդ լավագույն տողերն առանձնացնել։ Իհարկե դրանց սահմանը գծել ես չեմ կարող, բայց մի քանիսը դուք առանձնացրել եք, կեցեք, ապրեք։ Ու ինձ շատ դուր էր գալիս, որ ձեր արտասանելու ընթացքում ծիտիկները գեղեցիկ երգում էին, եւ մեր դպրոցի բակները շատ գեղեցիկ երևում էր տեսա հոլովակի մեջ, շատ ապրեք, կեցեք, եկեք ծափարեք։ Մեր վերջին խումբը, դարձուկ մարցուկ խումբը, տեսնենք մեզ համար ինչ է պատրաստել, ինչ եք արել, սիրելի աշակերտներ։ Մեր խումբը պատրաստել է խաղ, էկրանի միջոցով կարող ենք մասնակցել բոլորս։ Մեր խմբի անունն է դարձվածք մարցվածք։ Խաղի անունը, դարձված մարցվածք, այո։ Էկրանի կարդում է դարձվածքներ, իսկ բոլորս մասին խոսենք կրայի դրանք։ Դրանց շարունակությունը, իսկ կդինե։ Առաջին դարձվածքն է, 5 մատից պես։ Ասեք երեխաներ, 5 մատից պես։ Իսկ գիտեք ինչ է նշանակում 5 մատից պես իմանալ։ Ահա, ճիշտ է, 5 մատից պես։ Հաջորդ դարձվածքն է թևերը ծալած։ Թևերը ծալած ինչ անես։ Գիտեք ինչ է նշանակում թևերը։ Ճիշտ է։ Թևերը ծալած նստես։
Հաջորդը։ Գուշակել մյուս դարձվածքի շարունակությունը, կանաչ կարմիրը, Գիտես կանաչ կարմիրը կապել։ Ամուսնանալ, կանաչ կարմիրը կապել, ամուսնանալ, ապրել։ Վերջին դարձվածքն է երկու քարի Իսկ երկու քարի արդյունքում ինչ է նշանակում իրար։ Կողմնորոշվել, դժվարանալ, ապրեք։ Հետո, վերջ, այսքան եք պատրաստ։ Շնորհակալություն, եկեք ծափարենք մեր Սիրելի 6-րդ դասարանցիներ, իրականում ձեզ գովեստի խոսքեր պիտի ասեմ։ Շատ ապրեք, շատ լավեք աշխատել։ Բոլոր խմբերից իրականում շատ գոհ եմ, շատ հետաքրքիր, չտեսնված յուրօրինակ մտքեր լսեցի։ Մի նոր 6-րդ դասարան բացահայտեցի իրականում ես ձեր մեջ։ Նախ պիտի նշեմ, որ շատ հմտորեն կարողացել եք ձեր առջև դրված առաջադրանքները կատարել։ Երևում էր, որ ահագին ժամանակ էիք ծախսել լավ պատրաստվելու համար։ Ամեն ինչ բոլոր խմբերի մոտ իդեալական մտածված էր, գերազանց մտածված էր, սկսված խմբի անվանումներից մինչև խաղերի անվանումներ, օրինակներ, չգիտեմ, կենսագրության մանրամասներ, շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ հիմա հիշել մի թերություն ասել, բայց ոնց որ թե չեմ հիշում։ Եկեք այսօր թերությունների օր չհամարենք։ Թերությունները թող մնան հետո։ Շատ լավ էր, շատ գոհ եմ, ինձ թվում է դուք էլ ձեզ բավարարված զգացիք եւ ինքներդ ձեզնով հպարտացաք, չէ՞։ Ես որ շատ հպարտացա ձեզնով։ Դուք հպարտացաք։ Այո։ Ապրեք։